Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր 40-օրյա մեծ բակի առաջին օրն է։ Այսօր սիրելիներ մեզ մե յուրաքանչյուրին համար ըսկաստացման, խոնարհեցման, ապաշխարության սկիզբը պիտի ելնա։ Օրեօր աշխարհը կչարանա, օրեօր սիրելիներ գիտությունը կզարգանա, այո։ Օրեօր մեր սառնարաններուն մեջ, մեր դուներուն մեջ համաթամ ջաշերը կփարթանան, գաջին, կշատնան, բայց դժբախտաբար մեր հոգիները կաղկադանան։ Որքան ժամանակ կանցնենք սիրելիներ մեր մարմնին բարեհարթման վրա, բարեզարթման վրա, բայց որքան քիչ կմտահոգվենք հոգին վրա։ Գիտեք ցանկի ամենեն կարևոր գեդը երբ է մարդու մահը։ Ամենք սալ պիտի բանանք, ամենք սալ։ Հարցը հետևյալն է. մեր մահանալեն վերջ ուր պիտի երթանք։ Աստուծո ներկայության, թե ոչ Աստուծո ներկայութենեն զրկված պիտի ելնանք։ Այս մասին մտածենք սիրելիներ։ Տեսեք նույնիսկ եկեղեցական կյանքի մեջ փոփոխություններ տեսանք երեք Փումփարեգենտանի Սուրբ Ադրակին։ Տեսանք վարակույրը փակ։ Այլևս ավետարանը չի պարսացվիր եւ հավատացյալները ավետարանը չեն համբուրեր։ Այս բոլորը սիրելիներ մեզի հիշեցումներ են, որ եթե շարունակենք մնալ մեր մեղանչական վիճակին մեջ, մեր գամմա քիդագից մեղքերուն մեջ, ապա Աստուծո թուրը պիտի փակվի մեր դիմաց։ Հիսուս փազում արակներ պատմեց Աստուծո արքայության մասին։ Հիշեցեք մանավանդ 10 գույսերու արագը։ Այդ 10 գույսերեն, որոնք հրավիրված էին հարսնարան մտնելու Փեսային հետ, անոնցը միայն 5 գրծավ մտնել, որովհետև իմաստուն էին, որովհետև իրենց հետ ավելորդ ցետ արած էին, իսկ մնացյալ 5-ը չգրծան ներս մտնել։ Սիրելիներ, այդ ցետը այսօր պիտի պատրաստենք, եւ ինչ է այդ ցետը։ Մեր ապաշխարությունն է, մեր խոնարհությունն է, մեր զղջումն է, մեր արցունքն է, մեր ուրիշներուն հանդեպ ցուցաբերած սերն է, ողորմությունն է, ողորմած ըլլալն է, մեր չերմերանտ աղոթքն է։ Այս մեծ բահոց 40-օրյա շրջանին որոշած եմ Աստուծո կամքով ամենօրյա այս հոգևոր նախաճաշներուն ընթացքին սիրելիներ ցեզի պատրաստել եւ հրամցնել եկեղեցվո սուրբ հայրերեն քրություններ, բատնություններ, վարք հարանցեն հայրերու կյանքեն թրվակներ, որբեսի սիրելիներ ամենքսալ քաչալերվինք եւ զդվինք, մակրվինք ամեն տեսակ մեղքերը։ Եկեք սիրելիներ այս տարի ավելի լրջության առնենք մեր բայեցողությունը։ Ոչ թե արաբերապար գետրոնանք, թե ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի չխմենք։ Շատ կարևոր է նաև սիրելիներ մսեղենները, գատնեղենները այս շրջանին ինքզինք զրգելը, թե որբեսի մեր մարմինը հանգչի քիչմը, որտեղ նույնիսկ բժիշկները սիրելիներ գտելատրեն, որ մարդ բակ բռնե, ձոմ բռնե, որբեսի զանազան բջիջներ մերած վերագենտանանան եւ մարմինը հանգչի մակրվի եւ մանավանդ սիրելիներ հոգևոր իմաստով, որբեսի մեր հայացքը ոչ թե մարմնին վրա գետրոնա, այլ եւ մարմնականին վրա, այլ հոգին վրա, հոգևորին վրա։ Հավատացեք, որ բակը եւ ձոմաբահությունը ամբողջությամբ սիրելիներ պիտի նորոգեն մեզ։ Եվ մի ասեք, որ դգարեմ չեմ գրնար, հավատացեք, որ գրնակ։ Եթե բժիշկը ցեզի ասե, պետք է մինչև վաղը պամը չուտես, որովհետև արյան քնություն պիտի անցնես, ինչ կրեք, գհնազանդիկ,
մարմնի առողջության համար գնազանդիկ։ Սիրելներ, հոգիի զորացման համար ինչու համար գամավոր դուք զրգեր դուք ցեզ։ Անոնք, որոնք կրնան իմ թելատրանքս բիդելա, որպես հոգևոր հայր, որ շաբթվան բեջը բակ բռնենք, այսինքն մսեղեն ու դեստեղեններեն հերանանք, գանաչեղեններուն վրա ցետեղեն ջաշով պատրաստված ջաշեր ուտենք եւ քիչ քանագով, իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ գամ չորեքշաբթի գամ ուրբաթ եւ գամ գործածեմ նայած ծեր մարմնի թիմատրողականության փորձենք ձոմ բահել երբեք չուտել երբեք եթե գուզեք ճուր խմել խմեցեք բայց ձոմ բահենք չորեքշաբթին որովհետև Քրիստոսի մատնության օրն է եւ ուրբաթը որովհետև Քրիստոսի խաչելության հիշադակի օր է եւ մենք սիրելներ մեր մեղքերուն պատճառով մատնության մաս կազմած ենք հաջող խութայի բես եղած ենք եւ խաչողներուն հետ մաս կազմած ենք ամեն անգամ երբ գիտակցելով որ մեղքը դիրոց սիրտը գծածն է նորեն մեղք գործած ենք ահա սիրելներ եկեք լրջությամբ բահենք մեծ բակը եւ աշխարհիկ զանազան ցերնակները հերուր լանք դժբախտաբար արտերից մեծ բակեն առաջ չսկսած դեսը համացանցի վրա որ գարկ մի եկեղեցիներ գարկ մի միություններ արդեն հայդարարություն անածեն միջինքի ջաշկերույթ մեծ բակը ջաշկերույթներու ժամանակ չէ տրամ շահելու ժամանակ չէ մեծ բակը խոնարելու ժամանակ է արցունք տապելու ժամանակ է ապաշխարության ժամանակ է մի քաչալերեք սիրելիներ աշխարհիկ ցերնարկները մանավանդ եթե եկեղեցվո գազմագերված ցերնագի մեջ աշխարհիկ դառը գա երկու բար գա մի երթակ եթե սակայն գա տասախոսություն որբեսի ցեզ զորացնեն հոգևոր երկեր կացեք այլապես մի երթակ եւ ասեմ սիրելներ որ մեր հայաստանյա ցարակելական սուրբ եկեղեցու մեջ մեծ բակը գսկսի այսօր մինչեւ ավակ շաբաթ օր անտատար ոչ մեկ ժամանակ բակը կբացվի ոչ միջինքի ժամանակ ոչ գիրագի օրերուն ոչ շաբաթ օրերուն ոչ մեկ օր մինչև զարգազարդ արդեն 40 օր է ատկեվերջ ավակ շաբաթն ալ գա սիրելներ հետևաբար այս 49-50 օրերը բակ բռնենք սրբությամբ որբեսի արժանի լան Քրիստոսի սուրբ հարությունը դոնելու այսօր սիրելներ մի սկսեմ ցեզի առաջին ընթերցումը պիտի գդարեմ Սուրբ Հովան Ոսկեփերան հայրաբեդեն որ գխոսի 40-օրյա բակի մասին պիտի տեսնենք թե ինչպես Սուրբ Հովան Ոսկեփերան սիրելներ ընդհանուր գերբով մեծ բակի մասին գխոսի ցույց տալով մարգարեներ ինչպես Մովսեսներ ինչպես Եղիաներ որոնք 40-օրյա բակը բռնեցին եւ ապա գգետրոնանա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի 40-օրյա բահեցողության վրա ապա գխոսի բակի կարևորության մասին եւ վերջավորության գասնի ավակ շաբթվան ու զատկվան սկանչելի սիրելներ խրադական խոսքեր են Սուրբ Հովան Ոսկեփերան այնքան սկանչելի խոսած է որ գոչված է ոսկեփերան ոսկի փերան ունեցող Երանի թե այսօր ոսկեփերան գրոնավորներ մեջտեղ կան եւ մեր ժողովուրդը տաստիարագեն ճշմարիտ հավատքով ապաշխարության շունչով Լսենք հայրաբեդին հետևյալ սիրելներ խոսքերը Մեր սուրբ հայր Հովան Ոսկեփերանի հորտորական խոսքը 40-օրյա Սուրբ բակի վերապերյալ Կգարտամ արևելը հայրենով թարգմանաբար Ուրախանում եմ եւ ցնծում որ այժմ Աստծո եկեղեցին քերեցկանում է իր բազմաթիվ զավակներով եւ որ դուք բոլորդ այստեղ եք գալիս մեծ ուրախությամբ Երբ նայում եմ ձեր լուսավոր հայացներին տեսնում եմ ձեր հոգեվոր ուրախության անհերքելի աբացույցը ինչպես իմաստունն է ասում սրդի բեգրանքից ծաղկում է դեմքը Արագած գրքի այս խոսքը 15-րդ գլուխեն առնված է 13-րդ համարեն Այդ բաժարով էլ
Ես այսօր վեր գացա ծեր ցկտումով, մեծ ցկտումով, որբեսի մասնակցեմ ցեզ հետ այս հոգևոր ուրախությանը, միևնույն ժամանակ ցանկանալով ցեզ համար հրճագողը լինել քալի 40-օրյա Սուրբ Բահոտ շրջանի որբես մեր հոգիների ըսպեղանու։ Այս 40-օրյա մեծ Բաքի շրջանը մեր հոգիներուն համար ըսպեղանի է, թեղ ու թարման է։ Եվ մեր բոլորի դերը որբես որդեսեր հայր ցանկանալով մեզ մաքրել մեղքերից Սուրբ Բաքի միջոցով բժշկություն է շնորհել։ Եվ իսկապես Աստված ինքն է որ Բաքը հաստատած է թրախտին մեջ եւ որ աթամին եւ Եվային ասավ այս ծարի բոլոր այս բարդեզի բոլոր ծարերեն գերեք բացի այս բարդեզի մեջտեղ գտնվող ծարեն բարի ու գիտության ծարեն ահա Բաքի հրահանգը որ ասոնց մեգեր բայց ասկե մի ուդեր եւ այսպես ոչ ոք թող չդխրի ոչ ոք թաղծոտ չերևա այլ ցնծա ուրախանա եւ փառավորի մեր հոգիների համար հոգացողին որ բացել է մեզ համար այս սկանչելի ճանապարհը եւ դուք մեծ խնդությամբ ընդունեք Բաքի սկսելը թող ամաչեն հույները փիլիսոփաները այսինքն խայդարակվեն հрьяաները տեսնելով թե ինչ ուրախությամբ եւ պատրաստակամությամբ ենք մենք ողջունում Բաքի կալուստը եւ թող կորզնականում տեսնեն թե ինչ տարբերություն կա մեր եւ իրենց միջեւ նրանք իրենց դոները եւ հանդիսությունները համարում են հարբեցողության եւ ամեն տեսակի անամոթության ու թեթև սոլիգության ժամանակ որը եւ սովորաբար կորձում են այդ շրջանում ինչպես որ սիրելներ իսլամները այո ռամադան կփրդեն օրվա մեջ չեն ուդեր բայց գես գիշերեն յետքը մինչև արդու վոգրամոլություն գնեն ամեն տեսակ ուդելիքի վրա գարցագին Բաքը սիրելներ այդպես չէ Բաքը ժուժկալություն է իսկ Աստուծո եկեղեցին հագարակ նրանց դոն է անվանում Բաքը արհամարելով ուդեստեղենի հաջույքը եւ հետևում ամենադարբեր առաքինությունների Բաքը դոն է դոնախմբել է որովհետեւ սիրելներ մեր հոգիներու մաքրությունն է որ պիտի դոնենք եւ սա է ճշմարիտ դոնը որտեղ հոգիների բրգությունն է հավասի կսե Սուրբ Հովան Ոսկեփերան որտեղ խաղաղությունն ու համերաշխությունն է որտեղից վրընդված է ամեն տեսակի գենցաղային ծոփություն որտեղ չկա ոչ աղաղակ ոչ աղմուկ ոչ խոհարարների իրարանցում ոչ անասունների մորթ այլ այս բոլորի փոխարեն դիրում է բացարձակ համտարդություն լրություն սեր ուրախություն խաղաղություն հեզություն եւ այլ անհամար առաքինություններ ահա թե ինչու համար դոն է մեծ Բաքի ժամանակաշրջանը այսօր դարբերություն չես տեսնի հարուստի եւ աղքատի բացած սեղանների միջև որովհետեւ ամեն օր գերագուրը բարձ է խորտ ամենադարբեր շռայլություններից եւ ջոխություններից եւ հենց սրա համար էլ ցանկանում եմ որ այս տոնին մի փոքր զրուցենք ծեր սիրելիներիդ հետ նախրոք խնդրելով որ մեր խոսքը լսեք հանդարտությամբ որբեսի այստեղից գնալով ցեզ հետ բարի բդուղներ դանեք տուն մենք հավաքվում ենք այստեղ ոչ հենց այնպես եւ ոչ իզուր միայն նրա համար որբեսի ցեզանից մեկը խոսի իսկ մյուսը ցերկը տապ տա մյուսի ասածի վրա եւ հետո բոլորը ծրվեն այստեղից այլ որբեսի եւ մենք խոսենք օգտակար ինչ որ բան բիդանի ծեր հոգիների բրգության համար եւ դու կստանաք բդուղ ու մեծ օգուտ մեր խոսքերից եւ սրանով էլ դուրս կանք այստեղից եկեղեցին հոգեվոր առողջարան է ահա սիրելներ եկեղեցին հիվանդանոց է ուր հոգին առողջություն կուտա հոգեվոր առողջարան է Եվ այստեղ եկողները պիտի ստանան համապատասխան թեղամիջոցներ, որբեսի այն տնեն իրենց վերքերին եւ նոր հերանան այստեղից։ Եկեղեցին ոչ քաղաքական փեմ է, ոչ այլ սիրելներ մարդիկը երկբարագելու իրար մե մասնադելու վայր, այլ առողջարան է, հոգեվոր առողջություն բարգեւող է հոգին։ Իսկ ինչի պետք է լսել, եթե կորզնականում այն չենք կատարելու։ Եթե պիտի չի կատարենք, ինչու լսենք։ Դուքալ սիրելի ունգընտիրներ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եթե այստեղ աստվածները պիտի չի կատարեք, ինչու ժամանակ անցնեք եւ ունգընտրեք։ Մի ունգընտրեք։ Չէ որ ոչ մի օգուտ չի լինի դրանից։ Այս մասին լսիր Երանելի Բողոսին, որ ասում է, որովհետեւ օրենքը լսողները չեն որ արտարեն Աստուծո առաջ, այլ օրենքը կորձատրողները, գդարողները պիտի արտարացվեն։ Հռոմայեցիներու երկրորդ գլխու 10-րդ համարեն այս խոսքը։ Եվ Քրիստոսն էլ իր քարոզում ասում էր.
Ոչ ամեն մարդ, որ ինձ դեր է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա, ով գադարում է գամքը իմ հոր, որ երկնքում է։ Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխու 22-րդ համարեն առնված է այս խոսքը։ Եվ այսպես, սիրելիներ, իմանանք, որ մենք ոչ մի օգուտ չենք ստանա լսելուց, եթե սրան չհետևի կորզնականում գադարելը։ Եթե պիտի չգադարենք Աստծո խոսքը, ոչ մեկ օգուտ չենք ստանալ լսել է։ Չլինենք միայն լսողներ, այլև գադարողներ, որբեսի խոսքին համապատասխանող կորձի ծառայենք եւ խոսքը ոգեշնչման աղբյուր դառնա։ Այժմ բացեք ձեր հոգին եւ ընդունեք խոսքը բակի մասին։ Ինչպես որ պատրաստվում են ընդունել առաքինի եւ գեղեցիկ հարսնացուին, հարսանյաց սրահը զարդարելով ծածկոցներով մաքրում են ամբողջ դունը, թույլ չեն տալիս, որ այնտեղ մտնի ոչ մի անբիդան աղախին եւ հետո արդեն առաջնորդում են հարսնացուին հարսանյաց հարգապաժին։ Ինչպես որ հարսը սիրելիներ եւ որ պիտի դիմավորենք ամբողջ դունը կմաքրվի եւ այնտեղ բիղծ բան չենք ցկեր որ մտնե, բիղծ մարդալ չենք ցկեր մտնե, որբեսի հարսնացուն այդ հարսանյաց սենյակը մտնե, այնպես որ հոգին պետք է լա սիրելիներ։ Այդ պարտադությունն է որ գնե Սուրբ Հովան ոսկեփրան։ Սրա նման ուղությամբ ցանկանում եմ, որբեսի դուք եւս մաքրելով ձեր հոգիները հրաժեշտ տաք զվարճանքներին եւ ամեն տեսակի անժուժգալություններին կրկապած ընդունելով բոլոր օրհնությունների մորը, այսինքն ողջախոհությունը եւ մեծ հաճույքը ստանաք եւ բակնել ձեզ համապատասխան ըսպեղանու արժանացնի։ Բժիշկները երբ մտադրվում են թեղամիջոց տալ նրանց, ովքեր ցանկանում են մաքրվել նեխած ու փճացած հյութերից, պատվիրում են ծերմբահ մնալ սովորական գերագուրներից, որբեսի այն արգելք չհանդիսանա թեղամիջոցի ներգործության համար։ Առավել եւս մենք պատրաստվելով ընդունել այս հոգեվոր թեղամիջոցը, այսինքն այն օգտակարությունը, որ առաջանում է բահեցողությունից, պետք է ժուժգալությամբ մաքրենք մեր միտքը եւ թեթևացնենք մեր անձը, որբեսի անժուժգալությամբ աղդոտված բահեցողությունը չդառնա մեզ համար անօգուտ ու անբդուղ։ Եթե սիրելիներ մենք մեզ չմաքրենք, այս մեծ բակի ժամանակը մեզ համար անօգուտ եւ անբդուղ պիտի դառնա։ Այսինքն 50 օր վերջ սիրելիներ, քանի մը կիլո նիարծած բիդելակ ֆիզիկապես, բայց հոգին ոչ մեկ օգուտ պիտի չստանա։ Եվ Աստծո համար հոգին է կարևորը, ոչ մարմինը։ Մարդիկ ցես պիտի կնահատեն, որ նիհարցեր եք, բայց ոչ Աստված։ Եվ սիրելիներ, գապ չունի, որ մարդիկ ինչ կմտածեն ձեր մասին։ Գապ չունի, թե մարդիկ ինչ կխոսին ձեր մասին։ Կարևորը Աստված ինչ կմտածի ձեր մասին, մեր մասին, Աստված ինչ կխոսի մեր մասին։ Տեսնում եմ, որ շատերին դարօրինակ է թվում իմ խոսքը, բայց խնդրում եմ ձեզ, անկիդակցաբար չդրվենք սովորության ըստ ըրգամտությանը, այլ մեր կյանքը դասավորենք համապատասխան մեր գիտակցության։ Արդյոք մենք որևէ շահ կարող ենք ունենալ, եթե ամբողջ օրը դրվենք գերագրով հակեցմանը եւ հարբեցողությանը։ Ինչպես որ մարդկային ցեղի համար անժուժգալությունը գերագրի մեջ դառնում է բաժար եւ աղբյուր անհամար չարությունների, այնպես էլ բակը եւ արհամարանքը հաջելի ուդեստեղենների հանդեպ դարձել են բաժար անբատմելի օրտությունների։ Որքան շատ ջաշեր ունենք սիրելը, մեր մարմինը կվնասի, որքան լավ բակ բռնենք, մեր հոգին գոկտվի։ Չարահանար թևը սատանան, չարվոքին եւ մարդկային ցեղի թշնամին, տեսնելով որ առաջին ստեղծվածը դրախտում անհոգ յանք էր վայելում եւ մարմնով հանդերձավորվածը երկրի վրա ապրում էր հրեշտակի պես, որոշեց քայտագրել եւ դանել նրան թեպի անգում, ավելի մեծ բարիկներ խոստանալով եւ սրանով զրկելով մարդուն նաեւ նրանից, ինչը նա արդեն ուներ։ Ինչը սա սադարան ատամին Եվային, ճիշտ է որ դուք արկելված եք այս բարդեզի բոլոր ծառերեն ունդել եւ անասա ոչ, այլ միայն բարդեզի մեջտեղ գտնվող ծառեն։ Ինչու սա սադարան, որտեղ եւ անասա եթե այդ օր ուդենք որ պիտի մեռնենք, բայց սադարան սա ոչ թե պիտի մեռնենք, այլ աստվածներու բես վիդլակ։ Եվ դժբախտաբար ուզեցին աստվածները լալ անոր համար ջաշակեցին։ Եվ ինչ եղավ, ինչ որ ունեին առաքինություն ադալ գործընծուցին, երանական կյանքն ալ գործընծուցին Ադամ եւ Եվան ավելին ունենալուն համար։ Ավելի ունենալ ցանկանալուն համար։ Ահա թե ինչ է նշանակում սեփական չափանիշերի մեջ չմնալ եւ ցանկանալ ավելին։ Այս մատնացույց անելով իմաստուն ասած մահն աշխարհ է եկել փանսարգուի նախանցով։ Իմաստության Քիրքեդաս 2-րդ գլխու 24-րդ համարեն։
Դեսար սիրելիս, թե ինչպես անժուժգալության հետևանքով մահ եղավ։ Դες ինչպես է հետակայում աստվածային քիրը թադաբարդում զվարճությունները եւ ասում. ժողովուրդը նստեց որ գերուխում անի, ապա վեր գացավ որ բարի։ Ելից Կիրկեն 33-րդ գլուխ 6-րդ համար։ Իսկ մի այլ դեղ գերավ ու հակեցավ, ջարբագալեց ու ըմփոստացավ այդ սիրելի մարդը։ Երկրորդ օրինաց 5 դագարանի 33-րդ գլխ 15-րդ համար է։ Սոդոմի բնակիչներն ալ այս բանով եւ այլ հանցանքներով իրենց վրա բերեցին Աստուծո ահավոր փառությունը։ Լսիր թե ինչ է ասում Մարգարեն։ Սոդոմի անօրենությունն այս էր, ամփարդավանություն, հացով լիացածություն, քինու մեջ հղբացածություն։ Եզեկիել Մարգարեն գսե 16-րդ գլխու 49-րդ համարի մեջ։ Այս արադը, այս ախտը, այս բղձությունը Գարձես թե հանդիսանում է ամեն ճարիքների արմատը։ Տեսնում ես անժուժգալության ճարիքը, անժուժգալ։ Մենք գոչված ենք ժուժգալը լալու, չափավոր լալու ամեն ինչ մեծ։ Իսկ անժուժգալությունը սիրելներ ամեն ինչ կկանթե։ Իսկ այժմ դες Բաքի մեծ եւ բարենպաստ ներկործությունը։ Ուրեմն Բաքը անժուժգալություն ինչպես կդանք սիրելներ հաղթարել Բաքով։ Հիմա տեսեք Բաքին բարիկները ինչ են, գսեն Սուրբ Հովան Ոսկեփերան։ Անցկացնելով 40 օր Բաքով մեծ Մովսեսն արժանացավ ստանալու օրենքը եւ երբ իջավ սարից ու տեսավ ժողովրդի անօրենությունը, նետեց այդ քարեդախտակները, որոնք ստացել էր մեծ շանքով եւ դրանք չարթեց անհնար համարելով հայտնելու Աստուծո պատվիրանները հարբեցողությամբ եւ անօրենությամբ դարված ժողովրդին։ Եվ սրա համար սկանչելի այս մարգարեն պետք է նորից 40 օր բայեցողության դրվեր, որբեսի արժանանար վերստին ստանալու եւ ժողովրդին բերելու քարեդախտակները ժողովրդի անօրենության պատճառով չարթվածների փոխարեն։ Եվ մեծ Եղիան էլ նույնքան ժամանակ բակ բահելով խուսափեց մահվան դիրաբեդությունից ու վեր բարձրանալով գրագե զրահագարկով երկինք մինչ այժմ մահ չջաշագեց երկինք բարձացավ ինչպես կգարտանք 4-րդ տակավորած գրքի մեջ երկրորդ գլուխ այն ցանկալի այրն էլ Դանիել Մարգարեն երկար օրեր անցկացնելով բայեցողությամբ արժանացավ ըսկանչելի դեսիլքի նա սանցեց առույցների գադաղությունը վերափոխելով այն ոչխարների հեզության, չփոխելով նրանց բնությունը, այլ միայն դրամատրվածությունը, մինչդեռ նրանց կազանությունը մնաց նույնը։ Նինվիացիներն էլ ձոմաբահությամբ բեգանեցին Տիրոջ վճիրը, ըստիբելով ձոմ բահել ոչ միայն մարդկանց, այլև անփան անասուններին, եւ այս կերպ հեռանալով բոլոր չար գործերից արժանացան դիեզերքի արարչին մարդասիրությանը։ Գարտացեք Հովնանու մարգարեությունը թե ինչպես Հովնան Մարգարեն նինվիացիներուն ապաշխարություն կարոզեց եւ նույնիսկ անասուններուն սիրելներ իրենք ստիպեցին որ բակ բայ, այսինքն չգերցուցին, գեր չդվին։ Եվ այդպիսով Աստված ողորմեցավ նինվիացիներուն։ Կարող ենք թվարկել եւ բազմաթիվ այլոց, որոնք փառավորվեցին բայեցողությամբ թե հին եւ թե նոր ուխտի ժամանակներում, բայց ինչի համար ես դիմեմ միայն ծառաներին, հարգե նաեւ նայեն մեր բոլորի Տիրոջը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ 40-օրյա ձոմաբահությունից հետո մարդի մեջ մտավ սատանային հետ, գրվի մեջ մտավ։ Եվ մեզ բոլորիս օրինակ տվեց այն բանի, որ մենք էլ նույն բայեցողությամբ զինվենք եւ նրա միջոցով զորություն ցերկ բերելով ելնենք բادرազմի սատանային դեմ։ Գարտացեք Հիսուսի փորձության մասին Մատթեոսի ավետարանի 4-րդ գլխում մեջ եւ պիտի տեսնենք։ Եվ ասեմ իմ ագուտ սիրելիներ, որ 40-օրյա այս շրջանին սատանան ավելի պիտի փորձե մեզ։ Ավելի պիտի փորձե մեզ, բայց երբ մենք Աստուծո խոսքերով զինվենք, այդ ժամանակ կհաղթենք։ Բայց մեծ Բաքի ժամանակ Աստուծո խոսքը պետք է գարտակ ամեն օր։ Ամեն օր։ Աստուծո խոսքը մեր սնունդն է, Հիսուսը ասավ, սատանային ասավ։ Մարդ միայն հացով չապրիր, այլ Աստուծո բերնեն ելած բոլոր խոսքերով։ Եթե գուզեք հաղթել փորձության, ապա սիրելիներ, մեծ Բաքի ժամանակ պետք է Աստծո խոսքը ընթերցեք։ Այստեղ կարող է ինչ որ մեկը իր սուր եւ արթուն մտքով հարցնել թե ինչու դերն այնքան ժամանակ բակ բահեց, որքան որ ծառաները եւ ոչ ավելի նրանցից։ Ինչու՞ համար դերը 80 օր չբահեց, 120 օր չբահեց, այլ 40 օր բահեց, ինչպես իր ծառաները, ինչպես Մովսեսը, ինչպես Եղիան, ինչպես Դանիելը, ինչպես նինվիացիները։ Այդպես արվեց ոչ հենց այնպես եւ ոչ իզուր, այլ իմաստությամբ
եւ իր անջարելի մարդասիրությամբ, որբեսի չլինի մտածեն մարդիկ, թե նա հայտնվեց ոչ իրական եւ մարմին չարավ իր վրա եւ կամ չուներ մարդկային բնություն, այդ էր պատճառը, որ այդքան օր բակ բահեց, որբես անգար չսեի, որ Հիսուս մարմին չեր արած, հետեւաբար հեշտ էր իրեն 100-150 օր, 200 օր բակ բահելը, բայց քանի որ Հիսուս ճշմարտապես մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելապես, անորամար իր ծառանենու պես մարդոց պես 40 օր բակ բահեց։ Այդպիսով փակվում են նաև վիճապանություն սիրողների անամոթ փերանները, եւ նա հաջեցավ բակ բահել այդքան ժամանակ եւ ոչ ավելի ծանրաներից, որբեսի կորզնականում սովորեցնի մեզ, որ հանդերձավորված է այնպիսի մարմնով, ինչպիսին որ մերն է եւ որ իրեն խորչե մեր բնությունը։ Ահա բարձ դարձավ մեզ եւ ծառաների օրինագից եւ հենց Տիրոջ օրինագից, որ մեծ է բակի զորությունը եւ մեծ է հոգու օգուտը։ Եվ սրա համար էլ խնդրում եմ ձեր սերը, որբեսի իմանալով բայեցողության օգտակարությունը չզրկվեք դրանից, անհոգության պատճառով եւ բակի քալստիամ չդրտմեք, այլ ուրախանաք ու ցնծակ Երանելի Բողոսի խոսքի ամեմատ։ Դրա համար էլ չենք դգարանում, այլ թեպետ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց ներքին մարդը նորոգվում է օրըստ օրը։ Երկրորդ Կորինթացիներու նամակի 4-րդ գլխու 16-րդ համարեն առնված է այս խոսքը։ Բակը հոգու սնունդ է։ Ինչպես որ սիրելիներ ջաշը մարմնի սնունդ է, բակնալ ջաշերեն մենք մեզ հերացնելը հոգի սնունդ է։ Եվ ինչպես մարմնավոր գերագուրը, ահա գսեսուփ հայրաբեդը նույն խոսքը, ինչպես մարմնավոր գերագուրը բարարդացնում է մարմինը, այնպես էլ բակը ամրացնում է հոգին, հաղորդ է անում նրան թեթև թրիչքի, ընդունակ է դարձնում վեր բարձրանալու եւ երկնայինը խորելու, բարձրացնելով վեր այս կյանքի հաճույքներից եւ քաղցրություններից։ Ինչպես որ թեթև նավերը արագ ընթանալով անցնում են ծովը, իսկ ծանրաբեռնվածները հաջող խորտակվում են, այնպես էլ բակը մեր միտքը դարձնում է ավելի թեթև եւ աճակցում է արագ անցնելու այս այժմիական կյանքի ծովով, օգնում հասնելու երկինք երկնային խորհուրդներին, չթողթողալով ներգայի համար, համարելով այն միայն չնչին ըստվեր եւ երազ։ Քանի որ հարբեցողությունը եւ հոգրամոլությունը ծանրացնում են մեր միտքը եւ մարմինը քերության մատնելով հոգին, փոթորգելով բոլոր կողմերից թույլ չի տալիս, որ մարդն ամուր հիմք եւ դատողություն ցերպերի, ըստիպում է նրան քարշ տալ եւ ամեն ինչ կործել հոգու փրկության համար։ Սիրելիներ, ուրեմն անհոգ չլինենք մեր փրկության կորձում եւ իմանալով թե որքան ճարիքներ են առաջանում անժուժ գալությունից, չանանք խուսափել վնասակար հետևանքներից։ Շքեղությունն ու ջոխությունը արգելված է ոչ միայն նոր գդագարանում, որտեղ բահանջվում է բարեբաշտություն, առաջարկվում է առավել հոգևոր սխրանքներ, մեծ չանքեր, նաև բազմաթիվ բարգևներ եւ անբատմելի լուսաբսակներ, այլ դա արգելվում էր նաև 5 գդագարանում։ Երբ դեր ըստվերի մեջ էին եւ միայն ջրակի լույսով էին առաջնորդվում, հոգևոր գիտակցությունն էլ այնքան մեծ չէր, այլ այնպես ինչպես գատնագեր երեխաներինը, որբեսի մեզ չթվա թե մենք առանց հիմք ունենալու ենք այսպես դադարդում զվարճությունները, լսենք մարգարեին, որն ասում է. Դուք, որ գալիս եք դեպի ճարիքների օրը, մոդենում եք հասնելու ստությունների շաբաթին, դուք որ ննչում եք բղոսկրյա կահավորակներին, մեղգանում ձեր անգողիներում, հոդերից ուլերն եք ուդում եւ նախիրներից բարարդ հորթերը, դուք որ բարում եք սրինքների նվակի տակ, դրանք մնայուն բան համարելով եւ ոչ անցավոր, դուք որ խմում եք անխարը քինի եւ օծվում անուշ յուղերով, ամոս մարգարեին դադարդական խոսքերն էին ասոնք սիրելներ։ Կարդացեք 6-րդ գլուխը 3-6 համարները հատկապես։ Տեսնում եք թե ինչպես մերգացնում մարգարեն ջոխությունը եւ դրա հետ մեկտեղ հрьяաներին համարում անզգա, անմիտ եւ հանաբազոր ոգրամոլության դրված։ Ոգրամոլությունը անհակ ուդելն է սիրելներ։ Ուշադրություն դարձնեք այս արդահայտությանը, որը մերգացնում է նրանց անհոգությունը գերագրի եւ քինու օգտագործման մեջ, ցույց տալով, որ գերագրով եւ խմիչքով բավականությունը ստանալը սահմանափակվում է միայն գոգորտով եւ փերանով եւ ավելի չի դարածվում։ Հաջույքները գարժաժամկետ են եւ ոչ շարունակական, իսկ նրանից առաջացած ցուկը մշտական է ու անverջ, եւ սա ասում է փորձով իմանալով։ Դրանք մնայուն համարեցի գսե մարգարեն եւ ոչ անցավոր։
Այսինքն համարում էին մշտական եւ ոչ անհետացող եւ մի վարյան իսկ չգանկնող։ Այսպիսին է ամեն մարդկայինը եւ մարմնավորը չի հասցնում ի հայտ գալ, արդեն իսկ չքվում է։ Այսպիսին է զվարճությունը, այսպիսին փառքը եւ մարդկային իշխանությունը, այսպիսին հարստությունը եւ ընդհանրապես այսպիսին են այս կյանքի հաջողությունները։ Այն իր մեջ չունի ոչ մի ամուր, ոչ մի մշտական եւ ոչ մի հաստատուն բան, այլ փախչում է ավելի արագ, քան քեդերի հոսքը, եւ ցերնունային ու տադարգ է թողնում նրանց, ովքեր գարչում մնում են նման բաներից։ Իսկ հոգեվորը ընդհանրակը այդպիսին չէ։ Այն ամուր է ու անսասան, փոփոխության չի ենթարկվում եւ մնում է հավիտյան։ Ինչ ամդություն կլիներ գայունը փոխել անգայունի հետ։ Հավիտենականը ժամանակավորի, մշտապես եղողը վաղանցուկի, քալիքում մեծ ուրախությունների արժանացնողը նրա հետ, ինչը մեզ համար պատրաստում է ահավոր դանչանքներ։ Խորելով այս ամենի մասին, սիրելիներ, եւ թողալով մեր բրգության համար արհամարենք անմդուղ եւ գործանարար զվարճանքները, սիրենք բակը եւ ամեն տեսակի այլ առաքինություններ եւ շտաբենք ամեն օր բարի գործեր անելու, որբեսի 40-օրյա սուրբ բակի ընթացքում հոգեվոր քնումներ կատարենք, մեծ հարստություն հավաքելով առաքինի գործերից։ Ինչ գեղեցիկ սիրելիներ, հոգեվոր քնում կատարենք, ոչ թե շուգա երտանք աշխարհիկ քնում կատարենք, այլ հոգեվոր քնում։ Ինչ ինելով, ողորմած լալով ուրիշներու նկատմամբ եւ այդ պիսով հավաքելով հոգեվոր առաքինություններ, հոգեվոր բարգևներ։ Նավավարը եւ նավարգելով անցնում է անթիվ ծովային անտունտներով եւ պատրաստվում արդեն իջեցրած արակասներով մտնելու նավահանգիստ, այն ժամ հadouk ուշիմություն եւ հոգատարություն է ցուցաբերում, որովհետեւ ինչ որ գերբ նավը չփախվի ժայրերին ու քարերին եւ չգործնի իր գդարած աշխատանքի բդուղը։ Այս կերպ եւ վարվում են վազորդները, երբ արդեն մոդելում են մրցասպարեզի վերջին, այն ժամ ավելի մեծ ջիկ են կործատրում։ Այդպես է, չէ՞, եւ որ վազողները գասնին արդեն եզրին, որ պիտի ավարտի, ամբողջ իրենց ջիկը գավակեն, որ ավելի վազեն եւ անցնին հաղթեն առաջինի ելեն։ Ուրեմն ավելի մեծ ջիկ են կործատրում, որբեսի որքան հնարավոր է շուտ հասնեն վերջնակցին եւ արժանանան բարգևների։ Հավասարապես եւ շամարդիկները բազում չանկերից եւ հաղթություններից հետո երբ հասնում են վերջնական փուլին, թափնեբսակ ստանալու փապակով ավելի մեծ չանք են տապում, որբեսի դուրս գան հաղթական թափնեբսակով։ Եվ այսպես, ինչպես նավավարը, վազորդը եւ ըմշամարդիկը այդ ժամին ավելի են լարում իրենց ջիկերն ու ըսկոնությունը, երբ մոդելում է իրենց չանքերի ավարտը, այսպիսի եղանակով մենք, երբ Աստուծո ողորմությամբ հասնենք ավակ շաբաթին, տեսեք հիմա ամբողջ մեծ վակենի հետ ավակ շաբաթ կասնի, ուրեմն Սուրբ Հովան Ոսկեփերան, պետք է հատկապես էլ ավելի զորացնենք բակի սխրանքը, այն ավարտելով աղոթքի ճանասիրությամբ, գադարելով մեղքերի ընդհանրական եւ անգերց խոստովանություն, բարի գործեր, արադացերն ողորմություններ, հանդարտություն, հեզություն եւ ամեն տեսակի առաքինություններ ցուցաբերելով, որբեսի նմանօրինակ բարի գործերով արժանանանք հասնելու Տիրոջ հարությանը եւ բեգրելու նրա արադացերնությամբ։ Եվ հիմա վերջին բաժինով ավակ շաբթվա մասինալ քանի խոսքս է ու գավարդե գսե ավակ են անվանում այս շաբաթը ոչ այն բանի համար որ նրա օրերն ավելի երկար են քան մյուս շաբաթներինը կան շատ ավելի երկար օրեր ունեցող շաբաթներ եւ ոչ նրա համար որ նրա օրերի թիվն ավելի է քան մյուսներինը օրերի քանակը նույնն է 7 օր ինչպես մյուսներինը այդ դեպքում ինչու են այն անվանում ավակ որովհետեւ այդ ընթացքում կատարվել է մեծ եւ անջարելի բարերարություն։ Այս շաբթվա մեջ է որ վերջանում է երկարաժամկետ պատերազմը, ոչնչացվում է մահը, գործանվում երթումը, ավերվում է սատանայի իշխանությունը, հափշտակվում են նրա զենքերը եւ Աստված հաշտվում է մարդկանց հետ։ Ահա ինչու համար ավակ շաբաթ կոչվի։ Երկինքը նրանց համար դարձնում է մատչելի, մարդիկ միանում են հրեշտակներին, բաժանվածները մերցենում են Բադը կանթվում է եւ արգելքն ավերվում։ Խաղաղության Աստվածը հաշտեցնում է երկինքը եւ երգիրը։ Սրա համար էլ այս շաբաթ անվանում ենք ավակ, քանի որ Տերը շնորհել է մեզ այս շաբաթվա մեջ այսքան շատ բարիքներ։
Եվ այս պատճառով էլ շատերն այս շաբթվա ընթացքում ավելի են խստացնում բակը եւ առավել ճգնում սուրբ հսկումներում եւ գիշերային աղոթներում։ Եվ եթե կարողանանք սիրելներ բակի ընթացքին, եթե կարողանանք մեծ բակի ընթացքին չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը ձոմ բահել, ապա ավակ շաբթվան ընթացքին սիրելներ փորձենք ամբողջ շաբաթը ձոմ բահել, իսկ անոնք որոնք չկարողանան, քոնե 5 շաբթի գիշերեն մինչև շաբաթ գիշերը, այսինքն Հիսուսի վերջին ընթրիքեն մինչև Քրիստոսի թժողքեն հոգիներ դուրս բերելը, այդ ժամանակ ձոմ բահենք, որբեսի ավելի նվիրվենք խոնարեցման, աբաշխարության եւ սատանային վրա հաղթանակ տանելու։ Շատ ավելի արադացերն են դառնում ողորմություն տալու մեջ, ցանկանալով իրենց այս գործերով ցուցաբերել այն հարկանքը, որ նրանք դածում են այս շաբաթվա հանդեպ։ Եթե Տերը մեզ այս շաբթվա մեջ շնորհել է այսքան բարիքներ, որ իր կյանքը տվել է եւ մեզ բրգած է իր արյունով, արդյոք պետք չէ որ մենք էլ ինչով կարող ենք ցույց տանք մեր հարկանքը եւ մեծարանքը։ Թագավորները եւս իրենց գործերով ցույց են տալիս, թե ինչպեսի ագնացանք են դածում այս արժանապատիվ օրերի հանդեպ։ Նրանք բադվիրում են, որ այս օրերին, ավակ շաբթվա օրերին, հանգիստ առնեն նրանք, ովքեր սպառված են քաղաքացիական գործերով։ Փակվում են դատարանների դռները, դադարեցվում ամեն տեսակի վեճերը եւ մրցությունները, որովհետեւ բոլորը կարողանան մեծ լրությամբ եւ հանդարտությամբ մոտենալ հոգեվոր գործի ավարտին։ Բացի սրանից, նրանք ցուցաբերում են նաեւ այլ ողորմածություններ, ազատ են արձակում շղթաներից, զնդաններում փակվածներին եւ հնարավորինս չանում են նմանվել իրենց տիրոջ։ Եվ իսկապես, ինչպես որ նա ազատում է մեզ մեղքի ծանր բանդից եւ տալիս բազում բարիքների բերգություն, այդպես էլ մենք, ասում են թագավորները, ինչով կարող ենք պետք է նմանվենք մեր մարդասեր տիրոջ։ Եվ եթե սիրելիներ, երկրի ղեկավարներ այսպես կմտածեն եւ ավակ շաբաթը մարդոց ավելի խաղաղ կբահեն, բանդարգալներու ազատություն կտան եւ կորձերը կդադարեցնեն, որբեսի ամեն մարդ լրջությամբ մտածի ավակ շաբթվա մասին, հապա որքան ավելի հավատացյալներս։ Տեսնում եք, թե ինչպես է մեզանից յուրաքանչյուրն ամեն կերպ չանում, հարկանք եւ ագնացանք ցուցաբերել այն օրերի հանդեպ, որոնք դարձել են բազում բարիքների պատճառ։ Սրա համար էլ խնդրում եմ, որ այդ օրերին, ավակ շաբթվա օրերին, առավել քան երբեք, քալ այստեղ եկեղեցի, մտքի բարի եւ մաքուր աչքով հետացկելով ամեն գենցաղային մտածում, եկեղեցի աջակել, այս ալ կարևոր է։ Մտնելով եկեղեցի ոչ ոք իր հետողներ չմտցնի գենցաղական հոգսեր, որբեսի քնալով այստեղից մեզ հետ դուն տանենք մեր չանքերի համեմատը ստացված բարգևներ։ Եվ այս միջոցով էլ արժանանանք հասնելու Տիրոջ օրվան Սուրբ Զադիգի տոնին եւ արժանաբես մոդենանք հոգեվոր ճաշկերույթին, մաքուր խղճմտանքով հաղորդվենք անջարելի եւ անմահ բարիքի հետ եւ լցվենք երկնավոր օրհնությամբ, նրանց աղոթներով եւ բարեխոսությամբ, ովքեր հաջելի եղան հենց իրեն Քրիստոսին, մեր մարդասեր Աստուծուն, որի հետ եւ Հորը եւ Սուրբ Հոգուն, փառք, իշխանություն, բադիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Հավասիկ սիրելներ, ցեզի ընթերցեցի Սուրբ Հովան Ոսկեփերանի սքանչելի խորհրդածությունը մեծ բակի մասին, ավակ շաբթվա մասին մինչև Զադիկ։ Եկեք սիրելներ, գրգին անգամ խորհրդածենք այս ժամանակաշրջանի մասին եւ գապ չուդի թե ինչ տարիքի մեջ կգտնվիք, գապ չուդի թե ինչ վիճակի մեջ կգտնվիք, խոնարեցուցեք ձեր անձը եւ իսկապես բակ բահեցեք, բակ իսկական իմաստով եւ մարմնական հաջուկներեն, մարմնական ուդեստերներեն դուք ձեզ զրկելով եւ հոգեվոր աճման, հոգեվոր սնմամբ աճելով, որովհետև սիրելներ, բայեցողության արդյունքը շատ մեծ է։ Ապրինք ժուժգալությամբ, խոնարհումով, աբաշխարելով, այսինքն արդյունք տապելով մեր բոլոր մեղքերին համար, հաշտվելով իրարու հետ, սրբությամբ ապրելով եւ կարողանալով սիրելներ Աստծո թիմաց կանգնել, մաքրված իր որդին արյունով եւ մեզի շնորհած բադվիրանա բահությամբ։ Աստված թող փուժե մեր բոլորի հոգևոր վերքերը, մեր հայրենիքի վերքերը
եւ մենք կարողանանք սիրեներ սրբությամբ ապրել եւ Աստուծո անունը փառավորել։ Օրհնյալ մեծ բակ ձեզի։ Աստված ձեզ արադաբես թողորտե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։